Հարցի համար նախ մի ընդհանուր ֆոնային բան ասեմ, որպեսզի իմ հետագա պատասխանը տարընթերցումների տեղիք չտա։ Առաջինը ես կարծում եմ, որ մենք որևէ ամբիոնից որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունենք։ Ես նկատի ունեմ, քանի որ դուք նշեցիք դրվագ, որը ես այդքան էլ չգիտեմ, մանրամասն վկայակոչելով կոռուպցիոն սխեմա եւ այլն, բայց ուզում եմ ասել հետեւյալը, որ կոռուպցիոն սխեմայի դուք նշեցիք մեր թիմից, ես կարող եմ ասել, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից։ Եթե նույնիսկ այսօր մեր թիմից է եւ հանկարծ պարզվի, որ ինքը կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված չի, այդ պահից ինքը կդադարի ներգրավված է, ներգրաված, եթե պարզվի, որ ներգրաված չէ, ինչ էի ասում, որ բոլորը, եթե պարզվի, որ կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրաված չէ, ինքը ինչպես եղել, այնպես էլ կշարունակի մնալ մեր թիմից, իսկ եթե պարզվի, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրաված է, ինքը չի կարող լինել մեր թիմից։ Այսինքն հիմա դուք ինչ եք նկարագրում եք մի սխեմա, որով որևէ մեկը կարող է յուրացնել պետական բյուջեի որևէ գումար, այդպիսի մարդը չի կարող իմ եւ մեր քաղաքական թիմից լինել, չի կարող ուղղակի։ Բացառվում է, որ այդպիսի մարդը լինի մեր քաղաքական թիմից, բայց ես էլի ասում եմ, ես սա չեմ ասում անձի մասին կոնկրետ, որովհետեւ ի վերջո կա ես չգիտեմ հանգամանքները, անկեղծ եմ ասում, բայց սա որպես սկզբունք, եկեք սա արձանագրենք, ինչ դեպք էլ վկայակոչեք, սա իմ ունիվերսալ պատասխանն է մնացած բոլոր դեպքերի մասին։ Երկրորդը բռնությունը, որևէ բռնություն չի կարող ընդունելի լինել ինձ համար եւ մեզ համար, որովհետեւ դա նաեւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնարար փաստաթղթի եւ մեր գաղափարաբանության եւ գաղափարախոսության մաս է, եւ ես ուզում եմ սա հստակ արձանագրեմ, որ այս մասով էլ տարընթերցումներ չլինեն։ Մեզ համար կարող է լինել, էլի եմ ասում, որպեսզի էլի տարընթերցումներ չլինեն, օրենքով սահմանված դեպքեր կան եւ գուցե նաեւ դեպքեր կան ինքնապաշտպանության եւ այլն, օրենքով սահմանված ուժի կիրառման դեպքեր կան, այս դեպքերը ես նկատի չունենալով ասում եմ, որ ընդհանուր առմամբ բռնությունը մեզ համար անընդունելի է եւ մենք կարծես շատ հստակ ենք այս հարցում եւ նման հարցերում։